Ուրեմն փետրվարի 28-ին կոնկրետ Նիկոլ Փաշինյանը մի հատ այլ պատճառել ուներ ուրախ ավտոբուս չնստելու։ Եթե նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքերը չլինեին, ես ուզում եմ հիշեցնել, որ դա Սումգայիթի ցեղասպանության հերթական տարելիցիորն էր։ Օրինակ ես անձամբ որպես քաղաքական գործիչ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ օրը առավոտյան կանուխ այցելել եմ Ծիծեռնակաբերդի բարձունքում, գիտեք, Պանթեոնի հետնամասում ուշահամալիրի խաչքարեր են տեղադրված այդ ցեղասպանության զոհերի հիշատակի համար եւ գնացել եմ այնտեղ, խոնարհվել եմ ծաղիկ եւ այլն։ Հիմա պետական որևէ ներկայություն ես չտեսա, հակառակ տեսեք Ալիևը չեղած ցեղասպանությունը ֆետիշացնում է Խոջալուի, որ դա բացարձակապես չի եղել են ինչի մասին իրենք պնդում են անում։ Էլի 4-5 անգամ դրանից մեկ օր առաջ ընդհանրապես 4-5 անգամ Հայաստանը համարվում է թշնամի երկիր, հուշարձան են մարդուկին բացում, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում այդ իրադարձությունը նշում են, ադրբեջանական նարատիվներ են առաջ մղում, փորձում են միջազգային համատեքստ ձևավորել, բազա Հայաստանի գլխին նոր մահակ պատրաստելու համար։ Իսկ այս մարդիկ հենց այդ օրը ուրախ ավտոբուսով իրանց քարոզարշավն են անում։ Բայց այն պահին դերևս երբ իրենք ճանապարհին էին, Իրանի դեմ պատերազմի լուրը ստացվեց։ Այո։ Եվ եթե ունենայինք պետական որակներ ունեցող իշխանություն, անմիջապես կդադարեցվեր այդ միջոցառումը, ընդհանրապես դա ներկուսակցական քարոզարշավ էր, ինչպես իրենք են ասում։ Կվերադառնար ինքը Երևան եւ անմիջապես անվտանգության խորհրդին ստաներ, անմիջապես մի քանի սցենարների ուղղությամբ կանխատեսումներ եւ որոշակի քայլեր կարվեին, իսկ Իրանի դեպքերը կարող են անվտանգային ռիսկեր Հայաստանի համար առաջացնել, լոգիստիկ խնդիրներ հարուցել, հումանիտար ճգնաժամ առաջացնել, միգրացիոն ճգնաժամ, դեմոգրաֆիկ ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ, բազմաթիվ, բազմահարթակ խնդիրներ կարող են հարուցել։ Բայց իրանք գերադասեցին տենց շատ ուրախ զար գլորելով, չտեսի պես պերաշկի ուտելով, հարցազրույցները վերցնելով նախարարից, էժանագին կոմենտները վերցնելով, իրենց այդ ուրախ ավտոբուսով անլրջացնել, դեգրադացնել մեր պետականությունը։ Գիտեք, Իրանում չեմ էլ կարծում մի ողջամիտ մարդ Հայաստանի այսօրվա իշխանությունից ինչ-որ լուրջ սպասելիք ուներ։ Սա մեր պետականության թշվառության ցուցիչն է։ Թողենք Իրանին։ Իրանում երևի չեն էլ հիշում, որ սենց իշխանություն կա, բոլորի հետ էլի խոսում են, այստեղ զանգ չի արվում։ Բայց հասկանում եք, հələ համադրեք ինչ էր կատարվում այդ ժամերին ամբողջ աշխարհում, վստահաբար ամբողջ աշխարհում։ Երևի բոլորը հանգստյան օրը թողեցին եւ կլանված ուրեմն այդ դեպքերի մեջ էին։ Նույնիսկ արաբական էմիրություններն են խառնված, Դուբայը, որը համարվում է ամենախաղաղ տեղը։ Պերաշկի գովազդ են անում ինչ-որ անհասկանալի, քննարկում են մեջի բաղադրությունը, ինչ-որ սնվում են։ Բանը ինքը թեթև սոլիկ ինչ-որ կոմենտներ ա վերցնում իր թիմակիցներից ավտոբուսում, գնում է ինչ-որ նարդիա զառա գլորում, ինչ-որ անհասկանալի երկխոսություն տարեց մարդկանց հետ եւ այլն։ Սա պետական մտածողության դեգրադացիա է, սա պետականության դեգրադացիա է։ Ես չեմ ասում ինքը ինչ-որ մեկի կողմը բռներ։ Իհարկե ոչ։ Ասենք այն կողմ։ Ես չգիտեմ այս պահին ցավակցական հեռագիր եղել է թե չէ, երեք ընդհանրապես մի ցավակցական հեռագիր դաժե, նույնիսկ Իրանին չեն ուղարկել հոգեոր առաջնորդի մահվան։ Այդ ո՞նց է Ալիևը ուղարկել։ Ձեզ թող Ալիևի հարաբերությունները Իրանի հետ ավելի հարթ են։ Ոչ։ Գիտեք ինչ խորը խնդիրներ լուրջ կան, բայց Ալիևը նույնիսկ 2 ժամ չէր անցել ցավակցական հեռագիրը ուղարկեց, թե Տրամփի հետ են ճշտվում, ցավակցական հեռագիր ուղարկեն, թե չէ, նայել զբաղված է, չի կարողանում արձագանքի։ Դա խայտարակություն է։